Քրիստոս հարյավ է մեռելոց, հարություն է Քրիստոսի, փառահեղ հարությունը սիրելի քուրեր եղբայրներ, ինչքան էլ մեկնան փառք տանք, ինչքան էլ նրան մեծարենք, ինչքան էլ գովաբանենք, ողջ հավիտենությունն էլ բավական չի, որ ասենք շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր։ Սերներ, մենք այսօր նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառահեղ հարության տոնը, ինչպես եղբայրները հիշեցրին, դա մեր հաղթության տոնն է, դա մեր փրկության տոնն է, բայց վերջի աղոթքից առաջ մի քանի րոպե ուզում եմ նորից այս տոնի հետ կապված Սուրբ գրային մի քանի կարևոր մտքերի ուշադրություն դարձնենք, եւ իմ աղոթքն առաստված մինչև այսօր եղել, այսօր էլ որ ստեղից ոչ մեկը առանց Տիրոջը հանդիպելու չգնա, որտեղ ստեղ որ եկել ենք ժողովուրդ ջան, 500-ից ավել, 600-ից ավել մարդ ենք ստեղ նստած, դալիճը լեբլեցուն է, Աստված պատահական չի բերե քեզ։ Ինչ որ մեկը կարող է քեզ ասել, ինչ որ մի հատ բանի ցանկությամբ դու եկել ես, բայց Աստված քեզ բերել է, որտեղ այսօր ունի ասելիք քո սրտին։ Որտեղ այսօր աշխարհում շատ կրոններ կան, ուղղություններ կան, փիլիսոփայություններ կան։ Բոլորի գերեզմանները, բոլորի առաջնորդների գերեզմանը ոսկորներով լցված է։ Նրանք մեռած են։ Մենակ մեր Քրիստոսի գերեզմանն է, որ դատարկ է։ Եվ նա կենթանի հավիտենական Աստված նա այդ գերեզմաններից հարություն առե եւ գիտեք որտեղ անա նա հերրու տեղ չի նա այսօր կայնած է իմ ու քո սրտի դռան ու թակում է որովհետեւ ամեն ով սրտը բացի ներս մտնի ու նրա այդ ընթրիք անի նա այսօր բերել է քեզ որ քո հետ խոսա տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը սիրելներ Կորինթացիս առաջի Կորինթացիս 5-րդ գլխի 7 համարը այսպիսի խոսքեր ասում դենք գցեք հին խմորը որ նոր զանգված լինենք, ինչպես որ անխմոր եք, որտեղ մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը։ Եղբայրներ քուրեր ստեղ Սուրբ Հոգով լցված, Աստծո մարդ առաքյալ ասում է դենք գցենք հին խմորը, նոր զանգված լինենք, որտեղ մեր զատիկը Քրիստոսը մորթվեցավ։ Այսօր մենք բոլորս տներեմ մանավանդ մայրերը, քուրերը, կանայք տներեմ պատրաստել են, չի ասենք, պետք է գնանք ու նշենք, ուրախանում ենք այդ փառահեղ զատկի համար։ Ես այս վերջերս իմացա, որ հրեաներն էլ են զատիկ անում։ Անկեղծ ասած, ես գիտեի, որ զատիկ են անում, բայց ոչ Քրիստոսի հետ։ Բայց նրանք էլ Քրիստոսի հետ զատիկ են անում։ Ու գիտեք ինչ են ասում։ Նրանք չեն ասում, որ Քրիստոսի հարության տոնն ենք տշում։ Ասում են, դե որ Մովսեսը մեզ անցկացրեց։ Եվ որ Մովսեսը անցկացրեց, Մովսեսի ժամանակ զատիկ եղավ։ Այդ արյան շնորհիվ, որ մենք փրկվեցինք, այդ զատիկն ենք նշում։ Ասեցի ոչինչ, մի քանի ժամանակ անցնի արդեն կնշեք իսկական զատիկը, Քրիստոսի զատիկը։ Եղբայրներ քուրեր, ինչ տեղի ունեցավ Քրիստոսի զատկի հետ կապված։ Մենք գիտենք, որ հին ուխտի մեջ, երբ որ Եգիպտոսից Իսրայելը պետք է դուրս գար, Մովսեսին Աստված պատվեր տվեց եւ ասեց Մովսես, վերցնեմ ես մի հատ անարատ գառ, մորթեմ ես, եւ այդ գառի արյունը քսում եք ձեր սեմերին, դրամդիկներին տան, եւ գիշեր այդ զատիկը պետք է ուտեք, որտեւ այդ գիշեր սատակի հրեշտակ պետք է անցնի, եւ այն տան, այն դրան վրա, որ այդ արյունը չեղավ, նա պետք է մեռնի։ Ինչ եք կարծում, ժողովուրդ ջան, սա հрьяաները այդ զատիկն արեցին։ Ես կասեմ, որ չէ։ Ես կասեմ, որ չարեցին, որտեվ ասում է, ով որ քսի այդ արյունը, այսինքն հрьяաներ կային, որոնք հрья էին, բայց այդ զատիկը չարեցին, չլսեցին Մովսեսից Տիրոջ ասված խոսքը, այդ արյունը չքսեցին իրանց սեմերին, բայց նաև կային հрьяաներ, հрьяաներից զատի, խառնիճաղան ժողովուրդ, նաև կային ուրիշ ազգեր, որոնք որ լսեցին, որ պետք է այդ իրադրությունը լինի եւ նրանք այդ արյունը քսեցին եւ ողջ մնացին։ Որտեւ մենք երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք, որ ասում է, երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, նրա այդ բազում խառնիճաղան ժողովուրդ դուրս եկան։ Այսինքն մարդիկ, որոնք հрья չէին, որոնք հավատացին Աստծուն։ Այսօր քուրս ու աղբերս, մենք այդ սորական զատիկը չենք քսելու, որտեւ այդ զատիկը այդ գառը արդեն մորթվեց, եւ այդ գառը Աստծո որդի միածին Քրիստոսն է։ Որ Քրիստոսը մորթվեց հենց քեզ համար, քո մեղքերի ու անցանքների համար։ Այսօր շատերն ասում են Քրիստոսը սրա համար, մեզ համար չէ, հենց քո համար է իսկը մահացել։ Հենց քո համար, ոչ թե քո կողքինի համար։ Հենց ինձ համար, ոչ թե իմ կողքինի համար։ Նա իր կյանքը դրեց։ Նա իր արյունով մաքրեց։ Եվ այսօր էլ բարեկամներ, մի օր կա, որ Տերը պետք է գա։ Այն Հիսուսը, որ 2000 տարի առաջ խաչվեց, այն Հիսուսը, որին որ
մահացավ քո մեղքերի, քո անցանքների համար։ Այդ Հիսուսը մի օր գալու է։ Բայց այս անգամ նա չի գալու, որ նորից չարչարվի, խաչվի, տանջվի, մահանա։ Այս անգամ նա գալու է ոմանց համար որպես ահեղ դատավոր, ովքեր նրան մերժել են ու չեն ընդունել, ովքեր մեղքի մեջ ապրել են ու մեղքով ապրել են։ Եվ նրանց համար, ովքեր որ Քրիստոսին ընդունել են, նրանց համար պետք է լինի երկնային փեսա։ Այսօր դու պետք է որոշես, ով է քեզ համար Քրիստոս։ Գիտեք բարեկամներ, մեր Աստված ոչ մեկին դժոխք չի ուղարկում։ Ասեմ ձեզ, ոչ մեկին դրախտ էլ չի ղրկում։ Աստված ոչ քեզ դժոխք է ուղարկում, ոչ էլ դրախտ։ Մի կասեք, բա ո՞նց է, բա ով է գնեմ, ինչ ա լինեմ, դու ես ընտրեմ, դժոխք գնաս թե դրախտ։ Աստված այս երկրային կյանքի մեջ քեզ տվել է հնարավորություն, որ այս երկրի վրա դու քունտրությունը կատարես։ Դու ընտրես, հավիտյան Աստծո հետ լինես, հավիտյան Աստծո հետ ապրես ու այդ երկրային փառքի մեջ իր հետ լինես, թե իրան մերժելով հավիտյան կորուստ գնաս։ Որտեվ մարդը ինքն է իր ընտրությունը կատարում։ Իսկ Աստված ուղղություն է ցույց տալիս։ Տեսեք սիրելիներ, դեռ Տեր Հիսուսի ծնունդից ֆիզիկապես ծնվելուց առաջ Ղուկաս ավետարանի առաջի գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք Զաքարյան, Հովանեսի հայրը մարգարեացավ Հիսուսի մասին։ Տեսեք ինչ ասում Ղուկաս ավետարան, առաջի գլուխ 79 համար։ Այսպիսի խոսքեր ասում Զաքարյան Տեր Հիսուսի մասին։ Որ լույս տա խավարում եւ մահվան ստերում նստողներին, որ մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղի։ Տալիս է որ Հիսուսը որ գա, ասма պիտի մեր թշնամիների ձեռից ազատի, 74 համարից ասма, որ մեր թշնամիների ձեռից ազատված աներկյուղ պաշտենք նրան, սրբությունով եւ արդարությունով, նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերում, ով դու երեխա բարձրալի մարգարե կոչվես, որտեվ գնաս Տիրոջ երեսից նրա առաջին ճանապարհ պատրաստելու, որ նա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերից թողության մեջ, մեր Աստծու գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևից այցելեց մեզ, որ լույս տա խավարի ու մահվան ստերում նստողներին։ Այսինքն Հիսուս Քրիստոսի գալու նպատակը ո՞րն է ժողովուրդ ջան, որ ամեն խավարի մեջ նստող մարդուն լույս տա։ Որտեվ բոլոր մարդկությունը Արմեն եղբայրը հիշեցրեց, երբ որ մեր նախահայր Ադամը մեղանչեց, բոլոր մարդկությունը դատապարտվեց հավիտենական մահվան։ Եվ ոչ թե մենք մեղք ենք գործում, որ նոր դառնում ենք մեղավոր բարեկամներ, մենք մեղավոր բնույթով ծնվել ենք։ Եվ մեր մեղավոր բնույթով ծնված մենք ժառանգել ենք այդ մեղքը մեր ծնողներից։ Եվ Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի այդ մեղքից ինձ ու քեզ ազատի, որ այդ լույսը բացվի, այդ լույսը տա։ Գիտեք, մեր ազգը շատ ժողովուրդ ասենք, ստեղ նստածներից որոշներն էլ բանկերի հետ գործեր ունեք, չէ, վարկեր ունեք, ասենք վարկեր ունեն, ամսով մուծում են շատերը շատ դժվարության մեջ, պատկերացրա եկել է վարկիդ լուծելու օրը, եւ դու պետք է այդ գումարը տանես մուծես։ Մի կերպ մի տեղից ճարում ես դժվարության բան, գնում ես բանկ։ Մեկ էլ բանկամ անունազգանունդ ասում ես եւ այդ աշխատող աղջիկը կոմպյուտերը բացում է, մեկ էլ ասում ես եկել եմ վարկս մուծելու։ 300-ա, չգիտեմ ինչքան փող բերել են վարկս մուծելու։ Մեկ է այդ աղջիկ ասում է, գիտես ինչ, դու պարտ չունես։ Դու պարտ չունես, քո վարկը մուծված է։ Առաջին ռեակցիան ինչ կլինի։ Կզարմանաս, ո՞նց, ինչ։ Ասում ես, չէ, ասում ես մի հատ նորից նարում, ասում է, դու չես Խաչատրյան Արտակ, ասում եմ, հա։ Էսա քո վարկա, քո վարկերը մուծված է, քո պարտքը մուծված է։ Երկրորդ ռեակցիան ո՞րն է։ Ով տեղես մուծեց, ով տվեց այս փողը։ Եվ ուրախությունից դուրս ես գալի, որ քու գումարը քեզ մնաց, իսկ քու պարտքերը ինչ արեց, մարվեց։ Ժողովուրդ ջան, Հիսուսն եկավ, իր արյունով քու պարտքերը մարեց։ Քու վարկը մարեց, իմ ու քու վարկը մարեց։ Մեր մեղքերի համար ինքը դատապարտվեց, մեր հանցանքները իր վրա վերցրեց, որ այն մեղքերը, որ դու քու ծածուկում ունես, որ քու ամուսինը չգիտի, քու զավակը չգիտի, ոչ մեկ չգիտի, դու գիտես քու մեջ են ամենածածուկ խորքերի մեջ ինչեր ունես, Հիսուսն եկավ ու դրանք բոլորը մարեց։ Միայն քեզ պետք է հավատաս նրան, միայն քեզ պետք է վստահես, որտեղ դրա համար եկավ, որպեսզի մեզ ինչ անի, հաշտեցնի Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը
Գողգոթայի խաչի վրա իր հոգին ավանդում էր, ասում է տաճարի վարագույրը պատրվեց, վերից վար այդ վարագույրը պատրվեց, մեջտեղի թշնամության պատը քանդվեց, գերեզմանները բացվեց եւ սուրբ ննջեցյալները հարություն առան եւ Աստծո հետ Հիսուսն ինչ արեց, հաշտեցրեց։ Նա իր գալով բարեկամներ մեզ հաշտեցրեց Աստծո հետ։ Դա է պատճառը, որ Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ, Եփեսացիս 2-րդ գլխի մեջ, Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ շատ տեղեր կա, Կողոսացիս թղթի մեջ, առաջի գլխի 20-25 համարի մեջ, ասում Աստված մեզ հաշտեցրեց։ Մեզ Աստծո հետ հաշտեցրեց բարեկամներ։ Մենք որ թշնամի էինք, որ մենք մեղքերի անօրենությունների մեջ մեռած էինք, ու մինչև այսօր էլ շատ հաճախ, երբ որ մենք մեղանչում ենք, թշնամություն ենք անում իրեն, բայց ինքը մեզ սիրեց, ինքը մեր հարցերը լուծեց եւ ինքը մեզ Աստծո հետ ճանապարհ բացեց, որ իր այդ հաղորդ տինենք, որովհետեւ մեր նախահար Ադամի մեղքի պատճառով այդ կապը հաղորդակցությունը կտրվեց եւ մենք Աստծուց հեռացանք, ժողովուրդ ջան, եւ այդ բաժանման պատը քանդեց եւ երրորդը, ժողովուրդ ջան, այսօր Տեր Հիսուսը երկնքում նստած իմ ու քեզ համար բարեխոսում է։ Գիտեք, ես ուզում եմ մի քիչ սրա վրա էլ մենք խորենք։ Երբ որ մենք ինչ-որ տեղ ասենք, մի հատ ասենք նախարարություն եմ, կամ ինչ-որ հիվանդանոց եմ, կամ ինչ-որ մի կազմակերպության մեջ ունենում ենք պաշտոնավոր բարեկամ, մտերիմ, մենք ո՞նց ենք գնում այդ տեղը։ Կամ ասենք ինչ-որ միտեղ գործպետ քալի մի հատ ծանոթ ունենք, զանգում ենք այս ծանոթին, համարձակ գնում ենք։ Հանգիստ գնում ենք, այդ մարդը սպասում է մեզ, գիտենք, որ մեր հարցերը պետք է լուծի։ Բայց միտեղ ես գնեմ, ոչ մեկը ծանոթ չի, ոչ մեկին չես ճանաչում։ Գնացել ես մի հիմնարկություն, ինչ-որ տնօրենի մոտ կամ ինչ-որ մի գործի ու ոչ մեկին չես ճանաչում։ Ոնց ես մոտենում։ Կաշկանդվելով, քաշվելով, հարցնելով, այս մարդով, այս որտեղ է, բայց ախպերդ նախագահը կամ գյուղապետը կամ նախարարը կամ հիվանդանոցի բարիշնա գլխավոր, ոնց ես գնում։ Քաշվելով, կաշկանդվելով, համարձակ գնում ես։ Համարձակ գնում ես։ Ընդ չես նայում, որ ասենք այս մարդը պաշտոնավոր անունով ճում ես, լարի սենց բան։ Գումար էլի, չես էլ մի հատ էթիկան, գոնյա ունենաս, որ այդ մարդը տեղան տնօրեն է, իրան անազգանով են սա խոսում, որ դու էլ որպես կուլտուրական ասենք գնում ես, լարի սենց, գոռում է, ամեր չի ասում, որ վերջ ես մարդը ստեղ հարգի մարդա, բեր ազգաննով ասեմ, էլի։ Ինչ ենք անում, սորականի մերն է, չէ մեր ծանոթն է, բայց եթե ծանոթ չի խառնվում ես իրար, հմի ժողովուրդ ջան, երկնքում ես ծանոթ ունեմ։ Ոչ մի նախարարություն, ոչ մի տեղ այդ ձևի անձնավորություն չկա, որը որ ես ունեմ երկնքում, որը որ դու ունես երկնքում։ Տիմոթեոսը գրում է, ասում է երկնքում մենք ունենք բարեխոս Հիսուս Քրիստոս մարդը։ Գիտեք ով է Հիսուսը, իմ հերն է ու քու հերն է։ Ինքը երկնքում հորաչում բարեխոսում այմ ու քո համար։ Ասենք հլանայեք ծնողներ, մայրեր, ավելի շատ մերերը, որ երեխեքը մի քիչ վատ բան են անում, չարություն են անում։ Մեկ էս ամուսինը գալիս այմանում ջղայնացած, արա լար ստեղ ճոմա, չէ տեղին։ Մեկ է կնիկ ընդեղից ինչ անեմ, այն մարդ դե բան չկա, դե երեխայա, դե վերջին սենց է, սմա ինչ անել, փապկացնել, որ հոր բարկությունը երեխու վրա ինչ չանի, հեչ եղել է քուրեր ջան, որ թենց անեք ձեր երեխեքին, հեչ անում եք թե չէ, թե չեք անում, թե մարդիդ ասում է, սատկացրու տուր էդ ավել ես ջղայնացնում, այսինք ինչ անում մերը, խոսում է, որ տղա այն մարդ բան չկա, դե երեխա արել է, բան չկա, բեր օգնենք, բեր, այսինքն բարեխոսում է, որ հոր բարկությունը երեխու վրա չբերի։ Փապկացնում է, մարդն ասում է, դե լավ, դե որ ասում ես հա լավ, այլ չանես արա խելոք մնաց չո։ Հիմի տենց էր ժողովուրդ ջան։ Մեր հերը բարեխոս է Հիսուսի երկնքում։ Մեր մեղքերի համար։ Երբ որ մենք սխալվում ենք, մեղանչում ենք, մեղք ենք գործում։ Երբ որ մենք ծնկի ենք իջնում, ասում ենք Տեր, ների մեզ։ Հիսուսը հորն ասում է, հայր, այս արտակն է, ճիշտ այս սխալն արել է, ճիշտ այս մեղքն արել է, բայց իմ զավակն է, մեր երեխեն է, ոչինչ, չի հասկանում, օգն իրան, ներենք իրան, զորացնենք իրան, որ այս սխալից, այս մեղքից հեռու մնա։ Եվ Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից ինչ անում, մաքրում է ժողովուրդ ջան։ Գիտեք, ամենամեծ ողորմած բանը, գիտեք, երբ որ մարդը մարդի հետ վիճվի, մարդը մարդի հետ կռվի, ինչ որ մեկը կարող է այս մարդկանց մեջ մտնի ու բարեշացնի այս մարդկեքին, բայց մենք Աստծո հետ էինք թշնամի։
Մարդ Աստծո հետ էր թշնամի, եւ ոչ մեկը չէր կարող Աստծո մոտ մտնել ու մարդուն հաշտեցնի Աստծո հետ։ Բայց ինքը Աստված միածին որդին Քրիստոսը իր արյունով մեզ համար փրկություն բերեց եւ ինքը մահանալով իմ ու քեզ համար ճանապարհ բացեց եւ այսօր բարեխոսում է հոր առաջին։ Անդրանիկ եղբայրը հիշեցրեց, գառների ցուլերի արուն էին տանում, որպեսզի թողություն գար, բայց այսօր Քրիստոսը ոչ թե մի հատ գառան կամ արյան տարավ ցուլի, այլ իր անձնական սեփական արյունով մտավ սրբության սրբոց ու այդ առնով այսօր բարեխոսում է, որ ամեն նրան հավատացող չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սիրելի անմահոքի, ես չեմ ուզում երկարացնեմ։ Դու չես ստեղծված ես երկրի վրա ապրես, չարչարվես, հետ գցես, տառապես, ընտանիք կորցնես, երկիր կորցնես, ոնց որ մեր Արցախի ժողովուրդը տուն ու տեղ կորցնես գաս, մահ տեսնես, պատերազմ տեսնես, հետո մեռնես ու գնաս, դու սրա համար չես ստեղծված։ Դու ստեղծված ես հավիտյան ապրելու համար, եւ այս կյանքից հետո իսկական կյանքը, որովհետեւ Տեր Հիսուսն ասեց. «Ես եմ կյանքը, ճանապարհն ու ճշմարտությունը»։ Հավատա Քրիստոսին, որ ինքը քո մեղքերի համար մահացավ, ինքը քեզ Աստծո հետ հաշտեցրեց, ինքը հոր աչեմ նստածա որպես բարեխոս, եւ այդ բարեխոսը մի օր անպայման պետք է գա։ Մի օր անպայման պետք է գա, եւ ես հավատում եմ բարեկամներ, որ Հիսուսից պետքա տանի մի օր։ Որովհետեւ Սուրբ գրքի մեջ մենք ունենք նախատիպ օրինակը, երբ որ Փիլիպոս ավետարանիչը ծառայություն էր անում եւ Սուրբ Հոգին իրան ասավ գնա Ազովտոս, երբ որ գնաց Կանդագար թագուհի ներքինը, կարդում էր Սուրբ գիրքը, Հիսուսի մասին կարդում էր ու չէր հասկանում։ Մտավ ավետարանիչ, ասավ, սկսեց խոսել նա հետ, ասավ հասկանում ես ինչ ես կարդում, դե ասավ որտեղից հասկանամ, եթե չասեն։ Ասավ այդ ինչ որ կարդում ես Հիսուսն է։ Մարդը ընդունեց Հիսուսին։ Երբ որ ընդունեց Հիսուսին, ասավ ինչ ինձ խանգարի որ մկրտվեմ, որտեվ հավատաց, որ միակ փրկիչը Հիսուսն է, հավատաց որ կյանքը Հիսուսն է, հավատաց որ ես երկրային կյանք անցելու է։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես ստեղից մերկ եմ գնալու, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ դուք ձեր հետ ինչ եք տանելու, բայց ես համոզված եմ ստեղից մերկ եմ գնալու։ Սուրբ Գիրքը ասում է, մերկ եկել եմ, մերկ էլ պետք է գնամ, բայց երանի նրան, ով Քրիստոսին հագած է գնամ, ով Քրիստոս հանդերձները հագած է գնամ, երանի նրան։ Երբ որ Սուրբ Գիրքը ասում է մկրտեց, այնուհետև երբ որ ջրից դուրս եկավ, այս մարդի հետ դուրս եկավ, մեկ այս մարդը տեսնում է 4 կողմի իրան մկրտողը չկա, ֆռռում է մանա գալիս ինչ եղավ։ Սուրբ Գիրքը ասում է եւ Սուրբ Հոգին Փիլիպոսին հափշտակեց։ Այո, մի օր կա, որ Սուրբ Հոգին իր հարսը եկեղեցին պետք է հափշտակի։ Այսօր շատերը գալիս են ծեսական արարողությունների ժամանակով, չգիտեմ, երբ հավեսները տալիս է, ով ոնց ասես գալիս է, Տերը օրհնի բոլորին։ Բայց մի օր այս եկեղեցին չի լելու։ Շենքի մասին չեմ խոսում, շենքը լիլու ըստի մնալու։ Բայց այս ժողովուրդը մի օր եկեղեցու չի լինելու։ 4 կուրը պետք է մարդիկ նայեն ու տեսնեն չկա։ Ինչի, որտեվ Աստված իր հարսը հափշտակելու է։ Որտեվ երբ որ մենք կարդում ենք Թեսաղոնիկեցիս թուղթը, Առաջի Թեսաղոնիկեցիս թղթի մեջ տալիս ասում է, եւ երբ որ փչեց հրեշտակապետի փողի ձայնով, Տերը պետք է գա երկնքով։ Եվ ասում է բոլոր գերեզմանները պետք է բացվեն, եւ բոլոր սուրբ ննջեցյալները հարություն պետք է առնեն, եւ մենք էլ որ կենթանի ենք, մի ակնթարթն պետք է փոխվենք ու օթերի մեջ Տիրոջը դիմավորենք։ Այսօր սա շատ մարդկանց համար հեքիաթ է, շատ մարդկանց համար հիմարություն է, ոնց որ Անդրանիկ եղբայրը հիշեցրեց այդ պրոֆեսորի համար, բայց սա իրականությունն է։ Երանի նրան, ով այդ հափշտակությանը կմասնակցի։ Իսկ այդ մասնակցությունը կախված է քեզանից, եթե դուք ցանկանաս, եթե դուք ընտրությունը կատարես։ Ես այժմ պետք է խնդրեմ մեր ժողովրդին, որ մի հատ երգ երգենք, որից հետո պետք է աղոթք անենք։ Ես տեսնում եմ բավականին նոր հոգիներ, բավականին մարդիկ, որով ջրով մկրտված չեն, որոնք եկել են։ Եթե ուզում եք այսօր ձեր սիրտը տաք Հիսուսին, ես չեմ ասում առաջ եկեք, ով ուզում է թող առաջ գա, ով չի ուզում թող առաջ չգա, բայց ով ուզում է որ սիրտը տա Հիսուսին, մենք նա համար պետք է աղոթք անենք, որ Սուրբ Հոգին օգնի այս մարդկանց։ Ես չեմ ուզում որ ձևական ծես լինի, բարեկամներ, այլ ուզում եմ որ այս հարուցյալ Քրիստոսը քո կյանքի մեջ հայտնվի, որ նա քեզ հաշտեցնի Աստծո հետ, որ նա քո աչքերը բացի ու տեսնես, որ կյանքը սա չէ,
կյանքը Քրիստոսն է ու դու հավիտյան կենթանի ես, որ գերեզմաններից հետո այս կական քո կյանքն սկսելու եւ երանի նրանով որտեղ է Հիսուսին հանդիպում է, բայց վայ նրանով որ Հիսուսին մերժում է։ Իմ փափագն ու ցանկությունն է որ դու էլ հանդիպես, որովհետեւ մի օր պետք է Հիսուս գա ու պետք է տանի, ինձ պետք է տանի եւ ամեն նրան հավատացողին։